Մեր Տերը Հիսուս Քրիստոս Սադուկեցիներին ասում էր. Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը։ Եվ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի Աստվածն է։ Տեսեք ինչ կատարյալ ճշմարտություն մեզ հայտնաբերեց մեր Տերը։ Մեկ ուրիշտեղ աշակերտներից մեկը մոտեցավ, ասեց թույլ տուր գնամ ծնողներիս թաղեմ, ասեց թող մեռելներ իրանց մեռելներին թաղեն, դու գնա երկինքի արքայություն քարոզիր։ Ինչ է ուզում ասել մեր Տերը։ Աստված մեռելների Աստվածը չէ, Աստված ողջերի Աստվածն է։ Իհարկե Աստված բոլորի Աստվածն է, կենդանիների եւ ողջերի, բայց այնպես պիտի անենք, որ մեր հոգին ապրի, որ Աստված մեր կյանքում ներկա լինի։ Մենք ամեն վարքյան, որտեղ Աստված մարդուն ստեղծել է ապրելու համար, ոչ թե մեռնելու համար, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Աստված մարդուն ստեղծել է, որ լիարժեք, լիակատար կյանք ունենա։ Երբ որ մենք հոգին ապրեցնում ենք, մեր մեջ կյանքն է առաջանում եւ մենք սկսում ենք ապրել։ Աստված մեր կյանքում ներկա է, կենդանի ներկայություն ունի եւ այդ կենդանի ներկայությունը ուզես չուզես դու լույս ես դառնում, իսկ լույսը չես կարող դառնում ես աշտանակ բարձրացնում ես վար, չես կարող թաքցնել գրվանի տակ, լույսը լուսավորում է ամենքին։ Եթե դու լույս դարձար, ուզես չուզես աշտանակի վրա պետք է լինես։ Բարձր տեղում։ Բայց պատկերացրու մի հատ կանթեղ վերցնես, որ խամրած կանթեղը դնում ես վերև, մարդիկ մտնում են լույս չկա։ Ասում են այդ վերցեք այդ լույսը, չի լուսավորում։ Նա չեք կարա մի նորմալ լույս դնեք, մարդիկ մտնեն իրենց ոտերի տակ տեսնեն։ Հասկացաք։ Մենք դառնանք լույս եւ ուզենք չուզենք պետք է բարձրանանք աշտանակի վրա։ Եվ լուսավորենք մարդկանց։ Հիմա շատ կարևոր է, որ այս կենդանի քրիստոնեական կյանքը Աստված մեռելների Աստվածը չէ, ողջերի Աստվածն է։ Մենք պետք է ապրենք Տիրոջ կյանքով, երջանիկ լինենք, ուրախ լինենք։ Տխրությունը մարդու հոգու հետ չի համատեղվում։ Գիտես, ծանր է տխրությունը, աշխարհային տխրությունը։ Անկամ հոգևոր տխրությունը պետք է լինի հանուն ապաշխարության։ Պողոս Արաքյանն ինչ է ասում, ասում է ուրախ եմ, որ տխրեցիք, բայց ուրախ չեմ, որ տխրեցիք, այլ ուրախ եմ, որ ապաշխարության համար տխրեցիք։ Այսինքն տխրեցիք, որ հետո ուրախանաք։ Բայց աշխարհային տխրությունը ո՞նց է։ Տխրում են հետո, որ ավելի տխրեն։ Իսկ քրիստոնյաները չեն տխրում, որ հետո ավելի տխրեն։ Տխրում են, որ հետո ուրախանան։ Այդպես էլ անգամ մեր անկումը պետք է ավելի վեր բարձրանալու պատճառ դառնա։ Եթե մենք ընկանք, պետք է ավելի նենց անենք, որ նախ ոտքի կանգնենք, հետո մյուս անգամ չընկնենք։ Քրիստոնյայի բոլոր կյանքի բոլոր գործերը, հանգամանքները, ինչ որ լինա, ի բարին պետք է լինի։ Տեսեք, Հոբի վրա փորձություն եկա, բայց այդ փորձությունը մեծ ողորմություն էր, շնորհ էր, ոչ միայն Հոբին անբաշտ մարդկության։ Քրիստոս խաչվեց, բայց մարդկությունը փրկվեց։ Եվ ավետարանում Տերն ինչ ասում, ով խոնարհվի նա կբարձրանա։ Այսինքն ինչ էլ որ մեր կյանքում լինի, պետք է ի բարին լինի։ Մահն էլ դեպի պետք է կյանք առաջնորդի։ Քրիստոսի մահով մենք փրկվեցինք։ Այդպես էլ մեր ամեն ինչ պետք է կենդանի Քրիստոսի վկայություն լինի։ Ինչպես առաջին քրիստոնյաները հալածվում էին, բայց ուրախ էին։ Աղոթելու տեղ չունեն, բայց Աստծուն փառք էին տալիս։ Անընդհատ բանտարկվում էին, սպանվում էին, կոտորվում էին 300 տարի մինչև 325 թվականին Նիկեա ժողովն որ քրիստոնեությունը հաղթանակեց։ Պատկերացնում եք 300 տարի քրիստոնյաները հալածվում են, բայց ավելի լավ քրիստոնյային, քան թե մենք այսօր։ Ինչու որտև ապրում էին, կյանք կար, երջանկություն կար։ Ուրեմն Աստված ողջերի Աստվածն է եւ ոչ թե մեռելների Աստված։ Ամեն